Արարատի մարզում արագիլները լրիվ սևացած։ Կարող է պատահի մտնում են բաները, կանալները, ինչ որ ուտելու բան ճարեն ուտեն։ Չգիտեմ։ Զանգուն այնքան կեղտոտ արազդանը, այնքան կեղտոտ ա որ արագիլը մտնում է մեջ, սևանը մտես դուրս ա գալի։ Պետք է սատկի։ Դուս ես գալի հայաթը որ պետք է իրիկունը մութը տվեց, մի քիչ որ մութը տվեց, երեք արտահայտությանը շունը կսատկի է դուրս։ Սևանալը այս արագիլների կոնկրետ իրանց այս ձագի ծնվելուց հետո նոր սկսել է նկատվել, այտենց համընդհանուր որ նկատես միջև այդ կարող է այտենց մի զույգ տեսնեք եղացած մեծ մաքուր, բայց գնալով, չգիտեմ, կաղասննդի հետ խնդիր ունեն, իրանք արդեն դրա համար են գնում գետի շրջակայքում որս անում, դրա համար են կեղտոտ կամ, չգիտեմ, այդ առուների մերձակայքում են լինում, բայց խնդիրը կարելի ասել նոր է սկսվել, մեծ աճ է նկատվում իրանց մոտ քանակային, այս տարի կոնկրետ, դա չգիտեմ ինչու է պայմանավորված, բայց այն որ գետի աղտոտվածությունը ազդում է իրանց վրա, դա միանշանակ է, ու ամբողջ շրջակայքի վրա էլ ազդում է, պատճառները համ մարդկանց ապրելակերպից է գալի, համ արդյունաբերությունից, համ չգիտեմ, տենց ամեն ինչը քիչ-քիչ ոնց որ կոյուղատար լինի արդեն այդ գետը։ Երեք ամիս կլի, որ սևացած են, դե մի յուղային մասա ինչ է, երևի, ինձ թվում է ցեխ չի լի, որովհետև ցեխը իրոք կանցնի, միտեղ պետք է լողանան, որ թրջվեն, ասենք կլի, թե չէ որ չի լինի, որ ճամփեքին թափածել է կամ բան, այդպես բան չկա, միտեղ լողանում են երևի, այդպես յուղային մասա լինի, սակոտիները փագում է, իրանք չեն կարում թռնել, դեռ չեն թռնում, 3 ժամա, 4 ժամա, եթե մեզ մոտիկ չեն թռնում, հենա մեր արագիլներն են, դες նայ Հա, էլի տենց յուղոտ է, հենա, ծակել են, բայց տենց ոչ են էլ է, սիպտակ, նորմալ արագիլներ են էլ են, որ եկել են, երևի սիպտակ չես էլ տենա, սաղս այդ են իմ արը, նայ բան արած են, եթե ուշը սենց բանան էլ է, ինան ինքը, իմացի որ լավ չի, հավն էլ ատենց, հիվանդանում են արդեն, եթե ոնց որ հիվանդացած է, իրոք որ հիվանդացած է, Միտեղ ինչ-որ բան կա, մի ման են չի, առաջ անգամ չեն սան գալում, ամեն տարի գալիս են, սենց չի լը, առաջ անգամ ասենց,